Բարև Դարիկո ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ Գայանա ջան։ Ինչպես եք, ժողովուրդ ջան։ Ռոզա ջան, ո՞նց եք։ Անահիտ ջան, դուք ո՞նց եք։ Թողադարձ արգակներս Տիկո ջան։ Այո, պետք է լավ լինենք, Գայանա ջան, ուրիշ ձև չունենք, դուք ճիշտ եք։ Ողջունում եմ բոլորիդ, ես շատ շուտվանից եթեր դուրս չեմ եկել, էլի դուրս չէի գա, եթե այսօրվա միջադեպը չլիներ, գիշերվա եւ այսօրվա պետք չի զանգել հիմա էլի, ուրեմն այսօրվա միջադեպը չլիներ և ես գիշերը ժամը 2:30 ուրեմն ահազանգ ստացա, ողջույն Ռոզա ջան, ահազանգ ստացա սահմանից, հետ ճիշտ ասած նոր պարկել էի, որ հանգստանայի, որ Մովսեսում փոխհրաձգություն ա գնում և մինչև թիրախավորված գյուղը և այդ մասին փորձեցի տեղյակ պահեմ, ընդամենը մի փոքր գրառում արեցի և այդ գրառումը ուզեցին դարձնել ինձ վրա պանիկյորի ինչ-որ մի հայտարարություն, բայց խնդիրը դրանում չի, ես գիտակցում եմ ինչի համար այս ամեն ինչը կատարվում, որովհետև նախ սա դեռ սկիզբն է ամեն ինչի և մենք պետք է պատրաստ լինենք, մենք չունենք վախենալու որևէ բան, ինչ-որ այդ թշնամուց, ինձ ուղղակի շատ ավելի պարզ եղավ այն, որ ներքին թշնամին ավելի վտանգավոր է, քան թե արտաքին թշնամին, հասկանում եք ժողովուրդ ջան, դա է ինձ անհանգստացնում և ուզում եմ ուղղակի խոսենք հենց այդ մասին, հասկանում եք, ուրեմն առավոտյան արդեն ժամը 10-ի կողմերը և մի քիչ անց, երբ որ պաշտպանության նախարարությունը հաղորդում է տվյալները և ոչ միայն Մովսես գյուղի վրով, այ հյուսիսարևելյան սահմանի և ընդհանուր առմամբ սահմանագծի կարելի ասել, որ երկանքի մասին տվյալները, որ արդեն տալիս է, դրանից հետո նույնպես հարձակումներ էին գնում ու մինչև հիմա այդ հարձակումները դեռ շարունակվում են ու գիտեք, որ իբր թե իմ կողմից ապատեղեկատվություն է գնում, ես սարսափ եմ մտցնում մեր ժողովրդի մեջ, ինձ համար զարմանալի է սարսափի, տակ մնացող մարդիկ, ովքեր այսօր ասում են սարսափի եք տարածում, մենք զինվոր ունենք սահմանին, գիտեք ինչ կա, դուք որ զինվոր ունեք սահմանին, այդ ովքեր որ գրում են էլի, ես ուզում եմ իրանց պատասխանեմ միանշանակ մի բան և դուք բոլորդ էլ համամիտ եք իմ հետ, որ ես իրա զինվորի համար ավելի շատ բան եմ անում, քան թե ինքը տանը նստած, որ մտածում է իրա որդու մասին։ Եթե տեղյակ չի այդ ծնողը էլի, ես չեմ ուզում այսօր խոսենք այն հոգեբանությունից, թե ինչի համար են այդքան վախեցած հոգեբանություն տարածում
մեր ժողովրդի մեջ։ Սակայն այստեղ խնդիրը հետևյալն է, այստեղ խնդիրը մենք չենք, խնդիրը մեր ներքին կամ արտաքին քաղաքականությունը չի, կամ ժողովուրդը չի, կամ այս տարանջատումը չի։ Մենք պետք է գիտակցենք, որ խնդիրը տարածաշրջանի հետ է կապված եւ այն ինչ որ տեղի ունեցավ ուրեմն Իրանի եւ Իսրայելի միջև, երբ որ Իսրայելը հարվածեց Իրանի դեսպանատանը, բարձրաստիճան սպաներ զոհվեցին եւ այլն, դա անմիջական ուրեմն կապ է ունենալու տարածաշրջանի վրա եւ դա առիթ կտա միանշանակ, որպեսզի Ադրբեջանը եւ ռուսների գուցեև եւ Իսրայելի ու Թուրքիայի, այդ հովանավորությամբ որոշակի սադրանքներ ան, այստեղ խնդիրը այդ մեր 4 գյուղերի մասին չի, ինչ որ առմիջև հիմա խոսում են կամ խոսվում է եւ այլն, խնդիրը այստեղ ավելի խոր իմաստ է տրված, որ Ադրբեջանը իր ախորժակը կուզենա բացի անպայման ընդհանուր լայնածավալ ուրեմն գործողությունները սկսելու մեջ։ Իսկ ինչ պետք է անենք մենք դրա մեջ, ինչպես տեսանք ուրեմն այս հարվածները, որ եղավ, այս կրակոցները, որ եղան սահմանին, ոչ մի երկիր, ընդու միջև Եվրոխորհուրդ կամ այդ դիտորդներ եւ այլն, ոչ ոք չարձագանքեց, չսադրեց ինչ որ Ադրբեջանին Եվ այսքանից հետո նույնպես մենք չենք ուզում հասկանանք, որ պետք է հույսները մեր վրա դրված, մենք կարողանանք ելքը մանկանք գտնենք եւ կարողանանք այս ամեն ինչի ուրեմն դիմակայենք։ Իսկ ելքը ինչու՞մն է կայանում։ Ելքը կայանում է նրանում, սիրելիներս, որ մենք պետք է միահամուռ կերպով ոչ թե վախ ներշնչենք մեր մեջ նման հարցերից կամ ապակ տեղեկատվություն տարածվեց իրականությանը եւ այլն, այլ պետքա կարողանանք մոռանանք բոլոր տեսակի քաղաքական ընդվզումները եւ միասնական ձևով կարողանանք կանգնենք մեր զինվորի, մեր բանակի, մեր սահմանների կողքին, մեր երկրի կողքին։ Չեն գիտակցում շատերը այդ բանը։ Հանկարծ ինչ որ մի բան գրվում է, մի բան է ասվում, անմիջապես դարձնում են քոչարյանական, ռուսամետ, լևոնական, նիկոլական, այ ձեր ցավը տանեմ, դուք ինքներդ ձեր ընտանիքի մասին մտածում եք, նախ առաջին հերթին եկեք մտածենք մեր ընտանիքների մասին, որից դուրս գանք փողոց, մեր արևաներով, որից դուրս գանք մեր տարածքը, մեր տարածքով, բնակավայրով, դուրս գանք ամբողջ երկիր, հասնենք մեր բանակին, հասնենք մեր զինվորին, հասնենք մեր սահմաններին։ Հերիք եղավ ձեր մեջ այդ կեղտոտ հոգեբանությունը, այո, դա զոմբիություն է կոչվում, հիվանդություն է, հասկանում եք դա, զոմբին տարածվող հիվանդություն է, նա չմեռնող կրակում ես էլ վրան չի մեռնում ինքը, այդպես ինչ որ մի բան է դա, տեսած կլինեք այդ զոմբի ֆիլմերի մասին եւ այլն, որոնք ոչ ցավ ունեն, ոչ ամոթ ունեն, ոչ մյուսն ունեն, ոչ մյուսն իրանց համար մի խոսքով ինչ վերաբերվում է ուրեմն մեզ բոլորիս, հատկապես այն գիտակից մասսայի համար եմ ես այսօր խոսում։ Ես խոսում եմ այն մասսայի համար, ովքեր այս երկիրը սիրում են, ովքեր ափսոսում են մեր զինվորին, ովքեր ափսոսում են մեր երկիրը, մեր հայրենիքին, ովքեր իրանց մեջ այո չեն ճանաչում Թուրքիայի սահմանները, ովքեր չեն ճանաչում Ադրբեջանի սահմանները, ովքեր ճանաչում են միայն Հայաստանի սահմանները։ Հասկանում եք, մենք պետք է կարողանանք հետևյալը գիտակցենք, քանի անգամ պետք է մեր գլխին հարվածեն, որ մենք հասկանանք, միայն մենք պետք է լինենք մեր տերը, ուրիշ ոչ ոք, ու մենք այդ կարող ուժն ենք, այդ կարող ուժն ենք մենք, հասկանում եք, եւ ինչքան էլ փորձ անեն այսօրվա դրությամբ, ինձ թվում է ինչ որ են բաներ ինկուբատորներ են բացվել արդեն երկրում զոմբիական, ավելի շատացել են դրանք, էլի, որոնք այսպես թե այնպես ուրեմն
հայրենիքի հանդեպ, երկրի հանդեպ ինչ-որ մի ցավով տառապող մարդ, եթե ինչ-որ մի բան խոսի, ուրեմն նրանց վրա լավ լինի, վատ լինի, պետք է հարձակումները լինեն։ Դե թողանեն, դա իրանց խնդիրն է, իհարկե, բայց դա չի կարա ուրեմն տարանջատում մտցնի բոլոր նրանց մեջ, ովքեր որ այս երկիրը սիրում են, ովքեր որ այս երկրի համար կանգնած են, ովքեր որ մտածում են մեր սերնդի ապագայի մասին, ովքեր մտածում են ամրացնելու մեր երկրի սահմանները, մեր բանակը։ Հիմնական խնդիրը ցավը դրա մեջ է եւ այստեղ ես ուզում եմ անդրադառնամ մի այնպեսի կարևոր հարցի, որ բոլորս էլ պետք է ոգևորվենք դրանից եւ հասկանանք մի բան։ Հասկացեք, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ։ Մենք հզոր ենք, մենք հզոր եւ ուժեղ բանակ ունենք։ Մենք միասնական ձևով անկոտրելի ենք։ Ախր լմատ գիտակցեք մի բան 44 օրյա պատերազմին մեր զինվորը քանի երկրի դեմ կռիվ տվեց։ Եվ այսօր ասում ենք, որ մենք պարտվել ենք, դա ախր հաղթանակ չի Ադրբեջանի կողմից։ Ալիևի ախորժակը եթե վերցնենք շատ մեծ է։ Բայց ես չեմ հասկանում ինչի համար ենք մենք ուզում իր ախորժակին ինչ որ չվնասենք։ Ինչի համար ենք այդպես մենք իրար գալիս։ Ինչն է ստիպում ես ամեն ինչին, ասեք հասկանամ։ Բերում է այն, որ մենք չենք սիրում մեր հայրենիքը, որ չենք սիրում մեր երկիրը, որ մենք սովորենք անընդհատ ուրեմն ոնց ասած մի ցավը եղավ այսօր, վաղը մոռանք։ Տեսեք, այսօրվա այս անցած գիշերվա կրակոցների մասին վաղը այլևս չեք խոսի, վաղը խոսեք մեկ ուրիշ բանի մասին եւ կմոռանաք։ Այսպես մենք մոռացանք ամեն ինչ եւ եթե վերցնենք գանք ցեղասպանությունից միջև այսօր քայլ առ քայլ կատարվել է այնքան բան մեր հետ, մեր ժողովրդի հետ, որ մենք չգիտենք որը հիշենք, որը մոռանանք։ Այսօր չենք խոսում էլ Արցախից, Արցախի ինքնորոշումից, Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունից, դա ցեղասպանություն է տարհանումը, որ եղավ մեր ժողովրդի հետ։ Չենք խոսում Բաքվի ջարդերից, չենք խոսում Սումգայիթից, հասկանում եք, չենք խոսում այլևս Ջերմուկից, չենք խոսում ուրեմն Սև լճից, չենք խոսում են ճանապարհից, որ պետքա որ տրվեց, ասենք Ադրբեջանին, որը պետք է անվնաս մներ եւ կարողանայինք Գորիս Ղափան երթևեկեինք։ Վաղը չենք խոսի այս գիշերվա կատարվածի մասին։ Մյուս օրը չենք խոսի վաղվա կատարվածի մասին։ Մեզ այսպես ուրեմն փորձում են վարժեցնել մոռացության տանք ամեն ինչը որ։ Չենք խոսում սահմանադրության մասին, Մասիսարի մասին, չենք խոսում այն, որ Թուրքիայի սահմանները աշխարհի որևէ երկիր չի ճանաչել։ Մենք պետք է հասկանանք մի բան։ Կամ մահ, կամ ազատություն պետք է լինի մեզ։ Ուրիշ բան չկա։ Մենք շրջապատել, այսօր Թուրքիան, Ադրբեջանը, իրանք խոսում են իրանց պանթուրքիստական, թուրանական, ասենք, բանակները ստեղծելու մասին բան, մենք ինչ ենք ուզում ստեղծենք, իրար մեջ թշնամություն մենակ, սա ինչ հիվանդություն է մտած որոշ մարդկանց մեջ, և դրանք շատ քիչ է, գիտեք, ժողովուրդ, հտաբելա, ես որ այսօր ամբողջ օրը ուսումնասիրել եմ, հավատացեք, ճիշտ է, պարապ չեմ մնացել, ի ուրախություն ձեզ բոլորին ասեմ, որ անպայման գնացել եմ ու միտեղ հետ եմ եկել և գիտեք, ես որ միտեղ եմ եթում, դատարկը ձեռը չեմ եթում որ միտեղ։ Հիմա խնդիրը հենց նրանում է կայանում, որ պետք է կարողանանք ուրեմն գիտակցենք, որ մենք կարող ուժ ենք և մենք իրավունք չունենք խոսելու վայ պանիկա տարածելուց կամ մյուսից, այդ պանիկեորները գիտեք ովքեր են, նրանք հենց խոսում ենք ինչ-որ բանի մասին, մտածում են, վայ, հեսա իրանց տիրոջը, կասենք, դու գնա ու, չգիտեմ, արի թող մեկ ուրիշը գա, հեղափոխություն լինի, այստեղ արի, դու գցում են մեյդան, այն Շան Հաչոցի պես էլի Քոչարյանական, Սերժական, Նիկոլական, թող Լևոնական, այս ձեր ցավը տանեմ, երբ պետք է հայկական դառնաք դուք։
լասեք հասկնամ էսի։ Այս քանի ճամբարների, որ բաժանում եք, նշանակում է դրանցից ոչ մեկը մեր զինվորի կողը չի կայնի, ոչ մեկը մեր սահմանին չի կայնի, դրա համար դուք մոռացեք այս ամեն ինչը եւ եկեք բոլորս միասին հասկանանք մի բան, մենք պետքա զինվորագրվենք մեր հայրենիքին, այո, զինվորագրվենք, զինկոմիսարիատների միջոցով կլինի, բանակի միջոցով կլինի, զորամասերի հրամանատարների միջոցով կլինի, գնանք, զինվորագրվենք, կանգնենք մեր բանակի, մեր զինվորի կողքին եւ մեր զինվորը հասկանա, որ ինքը մենակ չի։ Ընդամենը այդքան բանապետ, ձեզ ոչ մեկ չի ասում, գնացեք կռվեք։ Մեր զինվորը կկռվի ոնց որ պետք է, մի վախեցեք։ Եվ շատ շատերն էլ կան, որ պարզ ասեմ ձեզ էլի, որ հանգարց հիմա ասում են, վայ, մենք կգնանք, այս կանենք, այն կանենք, չէ, բայց դա ինձ բերում հիշեցնում է այն բանը, գիտեք, հետարքիրն էր, որ այսօր ինձ ինչ-որ մեկը գրել էր, չեմ ուզում է դրա կերտոտ արմնտամ, գրել էր, որ սա այն կորիմն է, որ 44 օրյա պատերազմին փախել էր։ Հասկանում եք ինչ են գրել, նույնիսկ ինչ աստիճանի են դառնում մարդիկ, որ չգիտեմ էլի ինչ որ իրանց տերերին որպես ծառա հաջողանալու համար ինչ ասես գրում են։ Կամ այդ աղջկեր կանայք ինձ դզվելի բառերով ներկայանում են, այ դուք չեմ հասկանում այդ յուբկեն, որ հագած դες սիրուն նկարված գցում եք այդ նկարը, բա որ հանգարց կորցնեմ ես ինձ ու հանգարց ու այն 54 պլյուսով միած բաներ գրեմ ձեզ է ժամանակ ոնց կասեք էդի, հա ժամանակ չեմ ուզում ծախսեմ ես դրանց վրա, որովհետև մի քիչ կարճ եթերա լինելու ժողովուրդ ջան զգոն պետք է լինենք, ես կոչ եմ անում մեր բանակի հրամանատարությանը զգոնությունը չկորցնել, մեր զինվորներին եմ կոչ անում, զգոնությունը չկորցրեք, թուրքը չի հանգստանալու, հաշվի առեք, թուրքը չի հանգստանալու, իսկ ինչ վերաբերում է տեղացիներին սահմանամերձ շրջանի բնակիչներին, չէ, ես դեռ ցավը տանեմ, զգոն եղեք, ուշադիր եղեք, զգուշ եղեք, ամեն քայլափոխին, ամեն մի, ասենք աշխատանք տանելուց, ամեն ինչ սպասելի է թուրքից։ Պաշտպանության նախարարության տված հաղորդագրությունը, որ կար այսօր թշնամին տարբեր տրամաչափի զինատեսակներից անկանոն կրակը բացել SSSS ուղղությունների վրա։ Ես մի ուղղության մասին եմ խոսել ընդհանրապես։ Հիմա ես վերջում նորից որևէ ես գցել եմ պաշտպանության նախարարության նկարները, թե ինչ վնասներ է տեսել Մովսես գյուղը, տները եւ այլն։ Նորից այդքանից հետո ասում են բանը էլի, պանիկա է գցում եսեք, լսեք, պանիկան կգնի այն ժամանակ, երբ որ ասես միամիտ մնաք, հանգարց ու հանգարց չգիտեմ ինչ պայթուներ լսեք, ու ոչ թե այն սահմանի վրա թիկունքում, պանիկան կգնի այդ ժամանակ, բայց ժամանակ ինչ պետք է ասեք, բա որ հիմա ես ասեմ, թե ինչով է զինված Ադրբեջանը, այն ժամանակ ինչ կասեք, չեմ հասկանում, հա? Դուք այ հիմա այն ինչ որ Ռուսաստանը կիրառում է ուրեմն Ուկրաինայի դեմ, այդ մի քանի տոնանոց ռումբեր թևավոր, որ սամալյոտներից գցում է մոտ 70 կիլոմետր իրանք գնում են ու GPS-ով ու ցելին են հասնում։ Այդպեսի ռումբեր բերերա Թուրքիան, Թուրքիայից Ադրբեջանը։ Դու հասկանում եք, որ գնաց, ասենք, համատարած պատերազմ գնաց, սկսվեց այդ ամեն ինչը, բայց այդ պանիկայից ոնց պետք է դուրս գաք, լսեք հասկանամ, այնպես որ տրամադրեք ձեզ բոլորդ, պետք է այս երկիրը պահենք, ու մենք պահող ենք, ու մենք առաջ գնացող ենք, հասկացեք խելքի արեք, այ ժողովուրդ, էլ փախնելու տեղ չկա, այն կողմը Արաքսն է, այդ պանիկյորները Արաքսը տուջե կտան կանցնին այն կողմ, կամ կմտնեն Վրաստան, իսկ երկրի տերերը կմնան ու այս երկիրը կպահեն, եւ ցավը նրանում գտնի, որ իրանք կպահեն այս երկիրը, կզորացնեն այս երկիրը, ու այդ պանիկյորները, որոնք այսօր կփախչեն այս երկրից, հետո նորից հետ կգան, ու կասեն սա մեր երկիրն է, մենք ստե պետք է ապրենք, նրանք չեն ուզենա դրսում ցիգանի պես մնան ապրելու։
Այո, Ալինա ջան, այդպես էլ կա, որ բան չի, ուրեմն մեր հետ չի։ Եվ չենք էլ ուզում, որպեսզի նրանք մեր հետ լինեն, էլի։ Այդպես էլ պետքա լինի։ Մենք պետքա կարողանանք հասկանանք, թե ով ենք մենք, ոնցով ենք մենք իրար գալու եւ ոնց է լինելու մեր իրար գալու պահերը։ Եվ ամեն մեկը իր բնակավայրում, որ մոտ է մեր սահմաններին, պետքա մտածի ինչ ձևի, ինչ ուղղությամբ ոնց պետքա գնա աջակցի մեր բանակին, թիկունքից կլինի, հենց առաջնագծում կլինի, թե զինվորի կողքին կանգնելով կլինի, չգիտեմ, թե ոնց կլինի, ես չեմ կարող ասեմ, բայց մի բան ասեմ, այն ինչ որ կատարվեց այս գիշեր, դա շարունակական է լինելու, եւ էլի եմ ասում, պանիկայի մեջ մենք չենք ընկնի, Ադրբեջանը այս հողը նախապատրաստել էր մինչև այս կրակոցները, այս արձակումները, որտեղ մինչև այդ ինքը քանի անգամ ապատեղեկատվություն տարածեց, իբր թե հայկական դիրքերը կրակել են իրանց վրա, եւ բոլորիս համար հայտնի էր, որ անպայման այս բաները լինելու են, հիմա այս կրակոցներից հետո էլ ավելի ուրեմն կուժեղանա, ինձ թվում է սահմանային ընդհարումները եւ էլի եմ ասում, ովքեր որ հույս են դրել Եվրոպայի վրա, Ռուսաստանի վրա կամ չգիտեմ ում վրա, ես ուղղակի ցավում եմ իրանց, որ իրանք չեն կարող հույսը դնեն իրանց իսկ վրա, մարդ եթե իր հոգու մեջ չունի իր հույսը, ում վրա ուզում ես հույսը դիր, դա կարևոր չէ, միևնույն է եւ չգիտեմ, ես ուզում եմ մի կոչ անեմ նաև մեր զինվորներին, մեր հրամանատարներին, ովքեր սահմանի վրա կանգնած են, տղեկ չմոռանանք, որ դուք բոլորդ ուրեմն երթում եք տվել հայրենիքի համար, դուք գտնվում եք հրամանի տակ եւ առաջին իսկ հրամանը դա ձեր սահմանադրական պարտքը կատարելն է, որ երկիրը պահեք։ Այսօր ես լսեցի մի այսպեսի տեղեկատվություն, իբր թե զորամասերից ինչ-որ մեկում հրահանգ է տրվել, ինչ-որ բաներ տեղափոխելու եւ այլն, գիտեք ինչ կա, դա թող մեզնից ոչ մեկին չհետաքրքրի, թե տվյալ տարածքում ինչ տեղային փոփոխություններ է կատարվում։ Մենք դրա մեջ եկեք չխառնվենք։ Եվ նման տեղեկությունները հայտարարելուց ես խնդրում եմ էլի այնպեսի բան հայտարարեք, որ ես ընդհանրապես ասել եմ, որ Մովսեսում մարտեր են ընթանում, մարտեր բառը այդ փոխհրաձգությանը մարտեր բառը, բայց փոխհրաձգությունն էլ է մարտ, դա հասկանում եք, մի անգամից պանիկայի մեջ եք ընկել, չգիտեմ որտեղ անգամ դրեք գրել ապատեղեկատվություն եւ այլն, բայց եթե ինչ-որ փոփոխություններ է կատարվում, չի կարելի զորամասի անունը գրել, համարը գրել, չի կարելի հրամանատարի անունը գրել, դա արդեն լիարժեք ուրիշ հարցեր են, ժողովուրդ ջան, սա ներելու բաներ չեն, ես այսքան ժամանակ չեմ ասել, թե որտեղ, որ համարի զորամասն է կամ հրամանատարն ով է, մենք այդ իրավունքը չունենք նման արտահայտություններ անելու եւ խնդրում եմ գնալով մենք կարող է շատ ավելի վատ բաներ տեսնենք, օրեր տեսնենք եւ այս ամբողջը կբերի նրան, որպեսզի մենք կարողանանք զսպված լինենք մեր արտահայտությունների մեջ։ Ես դա եմ հասկանում։ Հիմա քիչ լավ տեղեկություններ տամ, իմացեք մի բան, որ մենք մեր թիմով հավատացած եղեք գիշեր-ցերեկ աշխատում ենք եւ մեր աշխատանքների արդյունքը շատ լավ է, ժողովուրդ ջան։ Այսքան ենք կարող անենք մենք։ Ավելին չեմ կարող անեմ։ Ինձ մի ասեք, բան չի բեսպիլոտիկ չեք սարքում, հրթիռ չեք անում, ատոմային, ես դրա մասնագետը չեմ, ես այն եմ անում, ինչ որ կարող եմ անում։ Ամեն մարդ անի այն, ինչ որ կարող հասկանում եք, հաստուխը թու իր հացը թխի։ Ինքը գործ չունի երկաթ հալեցնելու հետ։ Դարբինը թող երկաթով զբաղվի։ Սես, որ ամեն մեկ իր գործն անի, մենք հաստատ չենք պարտվի։ Ես այդպես եմ կարծում։ Ինչ ասեմ։
լավ է լինելու, ես համոզված եմ դրանում, որ շատ լավ է լինելու։ Եթե տոուրա ռիսկ ունի, թո մատ լայնածավալ հարցակվեց սրիկան։ Կլցենք իրանց, հավատացեք, կլցնենք մենք իրանց, ուրեմն այդ ինչա կոչվում, Կասպից ծովա կոչվում, թե ինչա կոչվում։ Համագործակցություն Ագանյանի հետ այս պահին ինչ-որ խոչընդոտներ կան մեր իշխանությունների կողմից, թե գործը իր հունով ընթանում առաջ, եթե գաղտնիք չէ։ Ոչ, գաղտնիք չի, Հակոբ Ագանյանը ինքն էր, ուրեմն ով էր գրել սա, Ալինա ջան, Հակոբ Ագայանը ինքն էր գրել այս մասին, որ օրորի վրա ինչ-որ չգիտեմ հետաձգում են իր գործերը, նա առայժմ դեռ այստեղ չէ, նա իհարկե կգա մոտորերս, բայց ափսոս են օրերը, որ հենց այդ ձև ուրեմն անցկացվեցին ու ոչ մի, ասենք, արդյունք մենք չտեսանք Հայաստանում իր արած գործերից։ Ես ափսոսում եմ դրանում, եւ ես ամեն ինչը բերում եմ նրան, որ ես մի անգամ ասել եմ, որ Հայաստանում մոտ 5 տեսակի գործակալություն է գործում, գիտեք, տեսեք, ասում ենք 5-րդ շարասյուն, գուցե առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, 5-րդ։ Այս շարասյուններից ամեն մեկը ինչ-որ մի ագենտուրա, ինչ-որ մի երկրի ագենտուրաներ են, որոնք թե իշխանական թևում, թե բանակում, թե ասենք չգիտեմ, տարբեր օղակներում իրանց լծակներն ունեն եւ ամեն ինչով օրենքները կազմելով, ասենք որոշումներ կազմելու մեջ եւ այլի մեջ, ուրեմն խոչընդոտում են մեր ռազմական արդյունաբերությանը։ Բայց այդ ոնց որ ասած ինձ մի անուն է կպցրել մեր լավ բարեկամը Ռուզանա Ասատրյանը, որ ասում են մենավոր համառը, այդ համառությամբ մենք կարողացանք մեր թիմով մեր գործերը առաջ տանել եւ էլի առաջ ենք տանելու ու կտանենք առաջ։ Իմացեք, ոչ մի ձևի մենք այսօր ոչ մեկին չենք վստահում մեր գործերի մեջ, ոչ մեկին, բայց ինչ վերաբերում է օրինական ճանապարհներին, մենք ասել ենք նրան, որ մեր գրությունները, նամակները սպասում ենք ընդամենը մեր փորձաքննությանը, բայց թե ինչ փորձաքննություն, որ ասենք մեր եղածը սահմանին դրված է եւ իր գործը լավ թե վատ այնտեղ ինքը կատարում է։ Հիմնական Հայկ Խոչուտ Պրիսայզինյացը Արաքելյան, բայց անջատվեց գնաց, ես ես միացնելու ձևերը չգիտեմ, Հայկ ջան, ասեմ քեզ, գուցե օգնես, այդ ժամանակ կարամ միացնեմ երկու բառ կփոխանակվենք մեր ժողովրդի հետ, չգիտեմ, էսա, հիմնական այսքանը, որ ուզում էի խոսայի, ժողովուրդ ջան, լավ եղեք, ինչ ասեմ, մենք վաղը նույնպես մարշրուտ ունենք, գնալու գալու, ճիշտ է, հիմա մենք մի քիչ ոնց ասեմ, էլի շատ զգուշավոր ենք իրար գալիս այս շարժումների մեջ, որպեսզի ոչ ոք չիմանա մեր ուղղությունները եւ այլը, բայց տեղեկացնեմ ձեզ, որ մեր այս լռության ընթացքում մենք պարապ չենք մնացել, գրեթե եթե ոչ ամեն օր, բայց օր ու մեջ մենք աշխատանքներ ենք տարել մեր տղաների հետ, մենք ինչով հնարավոր է կարողացել ենք կանգնենք մեր զինվորների կողքին եւ հիշեք մի բան, հարգելի հայ ժողովուրդ, մենք ձեր հետ միասին մեր հերոսների անունով ռոբոտներն ուղարկել ենք սահման, այնպես որ փոխանակ ոգևորվենք, պանիկայի մեջ ենք ընկնում, այդպես չի կարելի։ Այսօր ինչ շատ զարմացրեց իմ ընկերներից մեկի հետ գրառումները ամբողջ, թե ինչ էր կատարվում, չեմ կարող ասեմ, բայց դա ոնց որ ասած երկու մարտական ընկերների միջև դա եղած բան չի։ Երևում է զոմբի բառը իր վրա շատ էր ազդել։
Բարև Դարիկո ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ Գայանա ջան։ Ինչպես եք, ժողովուրդ ջան։ Ռոզա ջան, ո՞նց եք։ Անահիտ ջան, դուք ո՞նց եք։ Թողադարձ արգակներս Տիկո ջան։ Այո, պետք է լավ լինենք, Գայանա ջան, ուրիշ ձև չունենք, դուք ճիշտ եք։ Ողջունում եմ բոլորիդ, ես շատ շուտվանից եթեր դուրս չեմ եկել, էլի դուրս չէի գա, եթե այսօրվա միջադեպը չլիներ, գիշերվա եւ այսօրվա պետք չի զանգել հիմա էլի, ուրեմն այսօրվա միջադեպը չլիներ եւ ես գիշերը ժամը 2:30 ուրեմն ահազանգ ստացա ողջույն Ռոզա ջան, ահազանգ ստացա սահմանից, հետ ճիշտ ասած նոր պարտել էի, որ հանգստանայի, որ Մովսեսում փոխհրաձգություն ա գնում եւ ընդհանուր սիրախավորված գյուղը եւ այդ մասին փորձեցի տեղյակ պահեմ, ընդամենը մի փոքր գրառում արեցի եւ այդ գրառումը ուզեցին դարձնել ինձ վրա պանիկյորի ինչ-որ մի հայտարարություն, բայց խնդիրը դրանում չի, ես գիտակցում եմ ինչի համար այս ամեն ինչը կատարվում, որովհետեւ նախ սա դեռ սկիզբն է ամեն ինչի եւ մենք պետքա պատրաստ լինենք, մենք չունենք վախենալու որևէ բան, ինչ-որ այդ թշնամուց ինձ ուղղակի շատ ավելի պարզ եղավ այն, որ ներքին թշնամին ավելի վտանգավոր է, քան թե արտաքին թշնամին, հասկանում եք ժողովուրդ ջան, դա է ինձ անհանգստացնում եւ ուզում եմ ուղղակի խոսենք հենց այդ մասին, հասկանում եք, ուրեմն առավոտյան արդեն ժամը 10-ի կողմերը եւ մի քիչ անց, երբ որ պաշտպանության նախարարությունը հաղորդում է տվյալները եւ ոչ միայն Մովսես գյուղի վրով, այլ հյուսիսարևելյան սահմանի եւ ընդհանուր առմամբ սահմանագծի կարելի ասել, որ երկանքի մասին տվյալները, որ արդեն տալիս է, դրանից հետո նույնպես հարձակումներ էին գնում ու մինչև հիմա հարձակումները դեռ շարունակվում են ու գիտեք, որ իբր թե իմ կողմից ապատեղեկատվություն է գնում, ես սարսափ եմ մտցնում մեր ժողովրդի մեջ, ինձ համար զարմանալի է այդ սարսափի, տակ մնացող մարդիկ, ովքեր այսօր ասում են սարսափի եք տարածում, մենք զինվոր ունենք սահմանին, գիտեք ինչ կա, դուք որ զինվոր ունեք սահմանին, այդ ովքեր որ գրում են էլի, ես ուզում եմ իրանց պատասխանեմ միանշանակ մի բան եւ դուք բոլորդ էլ համամիտ եք իմ հետ, որ ես իր զինվորի համար ավելի շատ բան եմ անում, քան թե ինքը տանը նստած որ մտածում է իր որդու մասին։ Եթե տեղակ չի այդ ծնողը էլի, ես չեմ ուզում այսօր խոսենք այն հոգեբանությունից, թե ինչի համար են այդքան ոսրված վախեցած հոգեբանություն տարածում
մեր ժողովրդի մեջ։ Սակայն այստեղ խնդիրը հետևյալն է, այստեղ խնդիրը մենք չենք, խնդիրը մեր ներքին կամ արտաքին քաղաքականությունը չի, կամ ժողովուրդը չի, կամ այս տարանջատումը չի։ Մենք պետք է գիտակցենք, որ խնդիրը տարածաշրջանի հետ է կապված եւ այն ինչ որ տեղի ունեցավ ուրեմն Իրանի եւ Իսրայելի միջև, երբ որ Իսրայելը հարվածեց Իրանի դեսպանատանը, բարձրաստիճան սպաներ զոհվեցին եւ այլն, դա անմիջական ուրեմն կապ է ունենալու տարածաշրջանի վրա եւ դա առիթ կտա միանշանակ, որպեսզի Ադրբեջանը եւ ռուսների գուցեև եւ Իսրայելի ու Թուրքիայի, այդ հովանավորությամբ որոշակի սադրանքներ ան։ Այստեղ խնդիրը այդ մեր 4 գյուղերի մասին չի, ինչ որ առմիջև հիմա խոսում են կամ խոսվում է եւ այլն։ Խնդիրը այստեղ ավելի խոր իմաստ է տրված, որ Ադրբեջանը իր ախորժակը կուզենա բացի անպայման ընդհանուր լայնածավալ ուրեմն գործողությունները սկսելու մեջ։ Իսկ ինչ պետք է անենք մենք դրա մեջ, ինչպես տեսանք ուրեմն այս հարվածները, որ եղավ, այս կրակոցները, որ եղան սահմանին, ոչ մի երկիր, ընդու միջև Եվրոխորհուրդ կամ այդ դիտորդներ եւ այլն, ոչ ոք չարձագանքեց, չսադրեց ինչ որ Ադրբեջանին Եվ այսքանից հետո նույնպես մենք չենք ուզում հասկանանք, որ պետք է հույսները մեր վրա դրված, մենք կարողանանք ելքը մանգանք գտնենք եւ կարողանանք այս ամեն ինչի ուրեմն դիմակայենք։ Իսկ ելքը ինչու՞մն է կայանում։ Ելքը կայանում է նրանում, սիրելիներս, որ մենք պետք է միահամուռ կերպով ոչ թե վախ ներշնչենք մեր մեջ նման հարցերից, ասենք սադրանքը կամ ապա տեղեկատվություն տարածվեց իրականությանը եւ այլն, այ պետք է կարողանանք մոռանանք բոլոր տեսակի քաղաքական ընդվզումները եւ միասնական ձևով կարողանանք կանգնենք մեր զինվորի, մեր բանակի, մեր սահմանների կողքին, մեր երկրի կողքին։ Չեն գիտակցում շատերը այդ բանը։ Հանկարծ ինչ որ մի բան գրվում է, մի բան է ասվում, անմիջապես դարձնում են քոչարյանական, ռուսամետ, լևոնական, նիկոլական, այ ձեր ցավը տանեմ, դուք ինքներդ ձեր ընտանիքի մասին մտածում եք, նախ առաջին հերթին եկեք մտածենք մեր ընտանիքների մասին, որից դուրս գանք փողոց, մեր արևաներով, որից դուրս գանք մեր տարածքը, մեր տարածքով, բնակավայրով դուրս գանք ամբողջ երկիր, հասնենք մեր բանակին, հասնենք մեր զինվորին, հասնենք մեր սահմաններին։ Հերիք եղավ ձեր մեջ այդ կեղտոտ հոգեբանությունը, այո, դա զոմբիություն է կոչվում, հիվանդություն է, հասկանում եք դա, զոմբին տարածվող հիվանդություն է, նա չմեռնող կրակում ես էլ վրան չի մեռնում ինքը, այդպես ինչ որ մի բան է դա, տեսած կլինեք այդ զոմբի ֆիլմերի մասին եւ այլն, որոնք ոչ ցավ ունեն, ոչ ամոթ ունեն, ոչ մյուսն ունեն, ոչ մյուսն իրանց համար մի խոսքով ինչ վերաբերվում է ուրեմն մեզ բոլորիս, հատկապես այն գիտակից մասսայի համար եմ ես այսօր խոսում։ Ես խոսում եմ այն մասսայի համար, ովքեր այս երկիրը սիրում են, ովքեր ափսոսում են մեր զինվորին, ովքեր ափսոսում են մեր երկիրը, մեր հայրենիքին, ովքեր իրանց մեջ այո չեն ճանաչում Թուրքիայի սահմանները, ովքեր չեն ճանաչում Ադրբեջանի սահմանները, ովքեր ճանաչում են միայն Հայաստանի սահմանները։ Հասկանում եք, մենք պետք է կարողանանք հետևյալը գիտակցենք, քանի անգամ պետք է մեր գլխին հարվածեն, որ մենք հասկանանք, միայն մենք պետք է լինենք մեր Տերը, ուրիշ ոչ ոք, ու մենք այդ կարող ուժն ենք, այդ կարող ուժն ենք մենք, հասկանում եք, եւ ինչքան էլ փորձ անեն այսօրվա դրությամբ, ինձ թվում է ինչ որ են բաներ ինկուբատորներ են բացվել արդեն երկրում զոմբիական, ավելի շատացել են դրանք, էլի, որոնք այսպես թե այնպես ուրեմն
հայրենիքի հանդեպ, երկրի հանդեպ ինչ-որ մի ցավով տառապող մարդ, եթե ինչ-որ մի բան խոսի, ուրեմն նրանց վրա լավ լինի, վատ լինի, պետք է հարձակումները լինեն։ Դե թողանեն, դա իրանց խնդիրն է, իհարկե, բայց դա չի կարա ուրեմն տարանջատում մտցնի բոլոր նրանց մեջ, ովքեր որ այս երկիրը սիրում են, ովքեր որ այս երկրի համար կանգնած են, ովքեր որ մտածում են մեր սերնդի ապագայի մասին, ովքեր մտածում են ամրացնելու մեր երկրի սահմանները, մեր բանակը։ Հիմնական խնդիրը ցավը դրա մեջ է եւ այստեղ ես ուզում եմ անդրադառնամ մի այնպեսի կարևոր հարցի, որ բոլորս էլ պետքա ոգևորվենք դրանից եւ հասկանանք մի բան։ Հասկացեք, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ։ Մենք հզոր ենք, մենք հզոր եւ ուժեղ բանակ ունենք։ Մենք միասնական ձևով անկոտրելի ենք։ Ախր լմյակ գիտակցեք մի բան 44 օրյա պատերազմին մեր զինվորը քանի երկրի դեմ կռիվ տվեց։ Եվ այսօր ասում ենք, որ մենք պարտվել ենք, դա ախր հաղթանակ չի Ադրբեջանի կողմից։ Ալիևի ախորժակը եթե վերցնենք շատ մեծ է, բայց ես չեմ հասկանում ինչի համար ենք մենք ուզում իր ախորժակին ինչ որ չվնասենք։ Ինչի համար ենք այդպես մենք իրար գալիս։ Ինչն է ստիպում ես ամեն ինչին, ասեք հասկանամ։ Բերում է այն, որ մենք չենք սիրում մեր հայրենիքը, որ չենք սիրում մեր երկիրը, որ մենք սովորենք անընդհատ ուրեմն ոնց ասած մի ցավը եղավ այսօր, վաղը մոռանք։ Տեսեք, այսօրվա այս անցած գիշերվա կրակոցների մասին, վաղը այլևս չեք խոսի, վաղը խոսեք մեկ ուրիշ բանի մասին եւ կմոռանաք։ Այսպես մենք մոռացանք ամեն ինչ եւ եթե վերցնենք գանք ցեղասպանությունից մինչեւ այսօր, քայլ առ քայլ կատարվել է այնքան բան մեր հետ, մեր ժողովրդի հետ, որ մենք չգիտենք որը հիշենք, որը մոռանանք։ Այսօր չենք խոսում էլ Արցախից, Արցախի ինքնորոշումից, Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունից, դա ցեղասպանություն է տարհանումը, որ եղավ մեր ժողովրդի հետ։ Չենք խոսում Բաքվի ջարդերից, չենք խոսում Սումգայիթից, հասկանում եք, չենք խոսում այլևս Ջերմուկից, չենք խոսում ուրեմն Սև լճից, չենք խոսում են ճանապարհից, որ պետքա որ տրվեց, ասենք Ադրբեջանին, որը պետք է անվնաս մներ եւ կարողանայինք Գորիս Ղափան երթևեկեինք։ Վաղը չենք խոսի այս գիշերվա կատարվածի մասին։ Մյուս օրը չենք խոսի վաղվա կատարվածի մասին։ Մեզ այսպես ուրեմն փորձում են վարժեցնել մոռացության տանք ամեն ինչը որ։ Չենք խոսում սահմանադրության մասին, Մասիսարի մասին, չենք խոսում այն, որ Թուրքիայի սահմանները աշխարհի որևէ երկիր չի ճանաչել։ Մենք պետք է հասկանանք մի բան։ Կամ մահ, կամ ազատություն պետք է լինի մեզ։ Ուրիշ բան չկա։ Մենք շրջապատել, այսօր Թուրքիան, Ադրբեջանը, իրանք խոսում են իրանց պանթուրքիստական, թուրանական, ասենք, բանակները ստեղծելու մասին բան, մենք ինչ ենք ուզում ստեղծենք, իրար մեջ թշնամություն մենակ, սա ինչ հիվանդություն է մտած որոշ մարդկանց մեջ, դրանք շատ քիչ է, գիտեք, ժողովուրդ, հտաբելա, ես որ այսօր ամբողջ օրը ուսումնասիրել եմ, հավատացեք, ճիշտ է, պարապ չեմ մնացել, ի ուրախություն ձեզ բոլորին ասեմ, որ անպայման գնացել եմ ու միտեղ հետ եմ եկել եւ գիտեք ես որ միտեղ եմ եթում դատարկը ձեռը չեմ եթում ոչ միտեղ։ Հիմա խնդիրը հենց նրանում է կայանում, որ պետքա կարողանանք ուրեմն գիտակցենք, որ մենք կարող ուժենք եւ մենք իրավունք չունենք խոսելու վայ պանիկա տարածելուց կամ մյուսից այդ պանիկերները գիտեք ովքեր են։ Նրանք հենց խոսում ենք ինչ-որ բանի մասին, մտածում են, վայ, հեսա իրանց տիրոջը, կասենք, դու գնա ու, չգիտեմ, արի թող մեկ ուրիշը գա, հեղափոխություն լինի, այստեղ արի, դու գցում են մեյդան, այն Շան Հաչոցի պես էլի Քոչարյանական, Սերժական, Նիկոլական, տո Լևոնական, այս ցավը տանեմ, եւ պետք է հայկական դառնաք դուք։
ասեք հասկնամ էսի։ Այս քանի ճամբարների որ բաժանում եք, նշանակում է դրանցից ոչ մեկը մեր զինվորի կողը չի կայնի, ոչ մեկը մեր սահմանին չի կայնի, դրա համար դուք մոռացեք այս ամեն ինչը եւ եկեք բոլորս միասին հասկանանք մի բան, մենք պետքա զինվորագրվենք մեր հայրենիքին, այո, զինվորագրվենք, զինկոմիսարիատների միջոցով կլինի, բանակի միջոցով կլինի, զորամասերի հրամանատարների միջոցով կլինի, գնանք, զինվորագրվենք, կանգնենք մեր բանակի, մեր զինվորի կողքին եւ մեր զինվորը հասկանա, որ ինքը մենակ չի։ Ընդամենը այդքան բանապետ, ձեզ ոչ մեկ չի ասում, գնացեք կռվեք։ Մեր զինվորը կկռվի ոնց որ պետք է, մի վախեցեք։ Եվ շատ շատերն էլ կան, որ պարզ ասեմ ձեզ էլի, որ հանգարց հիմա ասում են, վայ, մենք կգնանք, այս կանենք, այն կանենք, չէ, բայց դա ինձ բերում հիշեցնում այն բանը, գիտեք, հետարքիրն էր, որ այսօր ինձ ինչ-որ մեկը գրել էր, չեմ ուզում է դրա կերտոտ արմնտամ, գրել էր, որ սա այն կորիմն է, որ 44 օրյա պատերազմին փախել էր։ Հասկանում եք ինչ են գրել, նույնիսկ ինչ աստիճանի են դառնում մարդիկ, որ չգիտեմ էլի ինչ որ իրանց տերերին որպես ծառա հաճոյանալու համար ինչ ասես գրում են։ Կամ այդ աղջկեր կանայք ինձ դզվելի բառերով ներկայանում են, այ դուք չեմ հասկանում այդ յուբկեն, որ հագած դες սիրուն նկարված գցում եք այդ նկարը, բա որ հանգարց կորցնեմ ես ինձ ու հանգարց ու այն 54 պլյուսով միած բաներ գրեմ ձեզ է ժամանակ ոնց կասեք էդի, հա ժամանակ չեմ ուզում ծախսեմ ես դրանց վրա, որովհետև մի քիչ կարճ եթերա լինելու ժողովուրդ ջան զգոն պետք է լինենք, ես կոչ եմ անում մեր բանակի հրամանատարությանը զգոնությունը չկորցնել, մեր զինվորներին եմ կոչ անում, զգոնությունը չկորցրեք, թուրքը չի հանգստանալու, հաշվի առեք, թուրքը չի հանգստանալու, իսկ ինչ վերաբերում է տեղացիներին, սահմանամերձ շրջանի բնակիչներին, չէ, ես դեռ ցավը տանեմ, զգոն եղեք, ուշադիր եղեք, զգուշ եղեք, ամեն քայլափոխին, ամեն մի, ասենք աշխատանք տանելուց, ամեն ինչ սպասելի է թուրքից։ Պաշտպանության նախարարության տված հաղորդագրությունը, որ կար այսօր թշնամին տարբեր տրամաչափի զինատեսակներից անկանոն կրակը բացել SSS ուղղությունների վրա։ Ես մի ուղղության մասին եմ խոսել ընդհանրապես։ Հիմա ես վերջում նորից որևէ ես գցել եմ պաշտպանության նախարարության նկարները, թե ինչ վնասներ է տեսել Մովսես գյուղը, տները եւ այլն։ Նորից այդքանից հետո ասում են բանը էլի, պանիկա է գցում եսեք, լսեք, պանիկան կգնի այն ժամանակ, երբ որ ասես միամիտ մնաք, հանգարց ու հանգարց չգիտեմ ինչ պայթուներ լսեք, ու ոչ թե այն սահմանի վրա թիկունքում, պանիկան կգնի այդ ժամանակ, բայց ժամանակ ինչ պետք է ասեք, բա որ հիմա ես ասեմ, թե ինչով է զինված Ադրբեջանը, այն ժամանակ ինչ կասեք, չեմ հասկանում, հա? Դուք այ հիմա այն ինչ որ Ռուսաստանը կիրառում է ուրեմն Ուկրաինայի դեմ, այդ մի քանի տոնանոց ռումբեր թևավոր, որ սամալյոտներից գցում է մոտ 70 կիլոմետր իրանք գնում են ու GPS-ով ու ցելին են հասնում։ Այդպեսի ռումբեր բերերա Թուրքիան, Թուրքիայից Ադրբեջանը։ Դու հասկանում եք, որ գնաց, ասենք, համատարած պատերազմ գնաց, սկսվեց այդ ամեն ինչը, բայց այդ պանիկայից ոնց պետք է դուրս գաք, լսեք հասկանամ, այնպես որ տրամադրեք ձեզ բոլորդ, պետք է այս երկիրը պահենք, ու մենք պահող ենք, ու մենք առաջ գնացող ենք, հասկացեք խելքի արեք, այ ժողովուրդ, էլ փախնելու տեղ չկա, այն կողմը արաքսնա, այդ պարժեք կտան կանցնին այն կողմ, կամ կմտնեն Վրաստան, իսկ երկրի տերերը կմնան ու ես երկիրը կպահեն, և ցավը նրանում գլնի, որ իրանք կպահեն ես երկիրը, կզորացնեն ես երկիրը, ու այդ պանիկյորները, որոնք այսօր կփախչեն ես երկրից, հետո նորից հետ կգան, ու կասեն սա մեր երկիրն է, մենք ստե պետք է ապրենք, նրանք չեն ուզենա դրսում ցիգանի պես մնան ապրելու։
Այո, Ալինա ջան, այդպես էլ կա, որ բան չի, ուրեմն մեր հետ չի։ Եվ չենք էլ ուզում, որպեսզի նրանք մեր հետ լինեն, էլի։ Այդպես էլ պետքա լինի։ Մենք պետքա կարողանանք հասկանանք, թե ով ենք մենք, ոնցով ենք մենք իրար գալու եւ ոնց է լինելու մեր իրար գալու պահերը։ Եվ ամեն մեկը իր բնակավայրում, որ մոտ է մեր սահմաններին, պետքա մտածի ինչ ձևի, ինչ ուղղությամբ ոնց պետքա գնա աջակցի մեր բանակին, թիկունքից կլինի, հենց առաջնագծում կլինի, թե զինվորի կողքին կանգնելով կլինի, չգիտեմ, թե ոնց կլինի, ես չեմ կարող ասեմ, բայց մի բան ասեմ, այն ինչ որ կատարվեց այս գիշեր, դա շարունակական է լինելու, եւ էլի եմ ասում, պանիկայի մեջ մենք չենք ընկնի, Ադրբեջանը այս հողը նախապատրաստել էր մինչև այս կրակոցները, այս հարձակումները, որտեղ մինչև այդ ինքը քանի անգամ ապատեղեկատվություն տարածեց, իբր թե հայկական դիրքերը կրակել են իրանց վրա, եւ բոլորիս համար հայտնի էր, որ անպայման այս բաները լինելու են, հիմա այս կրակոցներից հետո էլ ավելի ուրեմն կուժեղանա, ինձ թվում է սահմանային ընդհարումները։ Եվ էլի եմ ասում, ովքեր որ հույս են դրել Եվրոպայի վրա, Ռուսաստանի վրա, կամ չգիտեմ ում վրա, ես ուղղակի ցավում եմ իրանց։ Ցավում եմ իրանց, որ իրանք չեն կարող հույսը դնեն իրանց իսկ վրա։ Մարդ եթե իր հոգու մեջ չունի իր հույսը, ում վրա ուզում ես հույսը դիր, դա կարևոր չէ։ Միևնույն է։ Եվ չգիտեմ, ես ուզում եմ մի կոչ անեմ նաև մեր զինվորներին, մեր հրամանատարներին, ովքեր սահմանի վրա կանգնած են, տղեկ չմոռանանք, որ դուք բոլորդ ուրեմն երթում եք տվել հայրենիքի համար, դուք գտնվում եք հրամանի տակ եւ առաջին իսկ հրամանը դա ձեր սահմանադրական պարտքը կատարելն է, որ երկիրը պահեք։ Այսօր ես լսեցի մի այսպեսի տեղեկատվություն, իբր թե զորամասերից ինչ-որ մեկում հրահանգ է տրվել, ինչ-որ բաներ տեղափոխելու եւ այլն, գիտեք ինչ կա, դա թող մեզնից ոչ մեկին չհետաքրքրի, թե տվյալ տարածքում ինչ տեղային փոփոխություններ է կատարվում։ Մենք դրա մեջ եկեք չխառնվենք։ Եվ նման տեղեկությունները հայտարարելուց ես խնդրում եմ էլի այնպեսի բան հայտարարեք, որ ես ընդամենը ասել եմ, որ Մովսեսում մարտեր են ընթանում, մարտեր բառը այդ փոխհրաձգությանը մարտեր բառը, բայց փոխհրաձգությունն էլ է մարտ։ Դա հասկանում եք, մի անգամից պանիկայի մեջ եք ընկել, չգիտեմ որտեղ անգամ դրեք գրել ապա տեղեկատվություն եւ այլն, բայց եթե ինչ-որ փոփոխություններ է կատարվում, չի կարելի զորամասի անունը գրել, համարը գրել, չի կարելի հրամանատարի անունը գրել, դա արդեն լիարժեք ուրիշ հարցեր են, ժողովուրդ ջան, սա ներելու բաներ չեն, ես այսքան ժամանակ չեմ ասել, թե որտեղ, որ համարի զորամասն է կամ հրամանատարն ով է, մենք այդ իրավունքը չունենք նման արտահայտություններ անելու եւ խնդրում եմ գնալով մենք կարող է շատ ավելի վատ բաներ տեսնենք, օրեր տեսնենք եւ այս ամբողջը կբերի նրան, որպեսզի մենք կարողանանք զսպված լինենք մեր արտահայտությունների մեջ։ Ես դա եմ հասկանում։ Հիմա քիչ լավ տեղեկություններ տամ, իմացեք մի բան, որ մենք մեր թիմով հավատացած եղեք գիշեր ցերեկ աշխատում ենք եւ մեր աշխատանքների արդյունքը շատ լավ է, ժողովուրդ ջան։ Այսքան ենք կարող անենք մենք։ Ավելին չեմ կարող անեմ։ Ինձ մի ասեք, բան չի բեսպիլոտիկ չեք սարքում, հրթիռ չեք անում, ատոմային, ես դրա մասնագետը չեմ։ Ես այն եմ անում, ինչ որ կարող եմ անում։ Ամեն մարդ թող անի այն, ինչ որ կարող է, հասկանում եք, հաստուխը թող իր հացը թխի։ Ինքը գործ չունի երկաթ հալեցնելու հետ։ Դարբինը թող երկաթով զբաղվի։ Սես որ ամեն մեկ իր գործն անի, մենք հաստատ չենք պարտվի։ Ես այդպես եմ կարծում։ Ինչ ասեմ։
լավ է լինելու, ես համոզված եմ դրանում, որ շատ լավ է լինելու։ Եթե տոուրա ռիսկ ունի, թո մատ լայնածավալ հարցակվեց սրիկան։ Կլցենք իրանց, հավատացեք, կլցնենք մենք իրանց, ուրեմն այդ ինչա կոչվում, Կասպից ծովա կոչվում, թե ինչա կոչվում։ Համագործակցություն Ականյանի հետ այս պահին ինչ-որ խոչընդոտներ կան մեր իշխանությունների կողմից, թե գործը իր հունով ընթանում առաջ, եթե գաղտնիք չէ։ Ոչ, գաղտնիք չի, Հակոբ Հակոբյանը ինքն էր, ուրեմն ով էր գրել սա, Ալինա ջան, Հակոբ Ագայանը ինքն էր գրել այս մասին, որ օրորի վրա ինչ-որ չգիտեմ հետաձգում են իր գործերը, նա առայժմ դեռ այստեղ չէ, նա իհարկե կգա մոտորերս, բայց ափսոս են օրերը, որ հենց այդ ձև ուրեմն անցկացվեցին ու ոչ մի, ասենք, արդյունք մենք չտեսանք Հայաստանում իր արած գործերից։ Ես ափսոսում եմ դրանում։ Եվ ես ամեն ինչը բերում եմ նրան, որ ես մի անգամ ասել եմ, որ Հայաստանում մոտ 5 տեսակի գործակալություն է գործում, գիտեք, տեսեք, ասում ենք 5-րդ շարասյուն, գուցե առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, 5-րդ։ Այս շարասյուններից ամեն մեկը ինչ-որ մի ագենտուրա, ինչ-որ մի երի ագենտուրաներ են, որոնք թե իշխանական թևում, թե բանակում, թե ասենք չգիտեմ, տարբեր օղակներում իրանց լծակներն ունեն եւ ամեն ինչով օրենքները կազմելով, ասենք որոշումներ կազմելու մեջ եւ այլի մեջ, ուրեմն խոչընդոտում են մեր ռազմական արդյունաբերությանը։ Բայց այդ ոնց ասած ինձ մի անուն է կպցրել մեր լավ բարեկամը Ռուզանա Ասատրյանը, որ ասում են մենավոր համառը, այդ համառությամբ մենք կարողացանք մեր թիմով մեր գործերը առաջ տանել եւ էլի առաջ ենք տանելու ու կտանենք առաջ։ Իմացեք, ոչ մի ձևի մենք այսօր ոչ մեկին չենք վստահում մեր գործերի մեջ, ոչ մեկին, բայց ինչ վերաբերում է օրինական ճանապարհներին, մենք ասել ենք նրան, որ մեր գրությունները, նամակները սպասում ենք ընդամենը մեր փորձաքննությանը, բայց թե ինչ փորձաքննություն, որ ասենք մեր եղածը սահմանին դրված է եւ իր գործը այնտեղ ինքը կատարում է։ Հիմնական Հայկ Խոչըտ Պրիսայիզինյացը Արաքելյան, բայց անջատվեց գնաց, ես ես միացնելու ձևերը չգիտեմ, Հայկ ջան, ասեմ քեզ, գուցե օգնես, այդ ժամանակ կարամ միացնեմ երկու բառ կփոխանակվենք մեր ժողովրդի հետ, չգիտեմ, էսա, հիմնական այսքանը, որ ուզում էի խոսայի, ժողովուրդ ջան, լավ եղեք, ինչ ասեմ, մենք վաղը նույնպես մարշրուտ ունենք, գնալու գալու, ճիշտ է, հիմա մենք մի քիչ ոնց ասեմ, էլի շատ զգուշավոր ենք իրար գալիս այս շարժումների մեջ, որպեսզի ոչ ոք չիմանա մեր ուղղությունները եւ այլը, բայց տեղեկացնեմ ձեզ, որ մեր այս լռության ընթացքում մենք պարապ չենք մնացել, գրեթե եթե ոչ ամեն օր, բայց օր ու մեջ մենք աշխատանքներ ենք տարել մեր տղաների հետ, մենք ինչով հնարավոր է կարողացել ենք կանգնենք մեր զինվորների կողքին եւ հիշեք մի բան, հարգելի հայ ժողովուրդ, մենք ձեր հետ միասին մեր հերոսների անունով ռոբոտներն ուղարկել ենք սահման, այնպես որ փոխանակ ոգևորվենք, պանիկայի մեջ ենք ընկնում, այդպես չի կարելի։ Այսօր ինչ շատ զարմացրեց իմ ընկերներից մեկի հետ գրառումները ամբողջ, թե ինչ էր կատարվում, չեմ կարող ասեմ, բայց դա ոնց որ ասած երկու մարտական ընկերների միջև դա եղած բան չի։ Երևում է զոմբի բառը իր վրա շատ էր ազդել, թեխի ես չեմ հասկանում, բայց ոնց կարող է պատահի, ասենք, Ֆիզայինը, որ ժամանակին
քայլեր կատարել այսօր նեղանա այդ բառից։ Դա ընդունելի չի իմ համար եւ ընդունելի չի նաեւ այն, որ մեր ընկերներից ոմանք նախկինում լինելով հրամանատարներ եւ այլն ու այսօր չգիտեմ ինչ ձևի խաղաղություն են ուզում մուրան Թուրքիից, խաղաղությունը չենք մուրալու ընկերներ։ Խաղաղությունը երբեք մուրալով չի լինում։ Պետք է կարողանաս տերել ես քո խաղաղությունը։ Այո, խաղաղությունը ձեռք են բերում։ Հաղթողնա որ պիտի խնդա։ Այսօր մենք տվեցինք հնարավորություն Թուրքին խնդալու, ու մենք գլուխներս կախտես ու դեն ենք գնում։ Այդ տեսեք Իրանին խփեցին, չէ՞։ Եթե Իրանը պատասխան հարված չտա, էլ ավելի խայտարակ կլինի, քան թե Հայաստանը։ Ինքը թույլ չի տա, որ խայտարակ լինի։ Այդտենց պետք է լինի երկրի մտածելակերպը։ Իսկ մեզ կրակում են, խփում են, մեր հողերի մեջ եկը նստել են, ասում են կարեք խաղաղություն։ Դուք ոնց եք։ Հողադար դարգակներս Տիկո ջան։ Այո, պետք է լավ լինենք, Գայանա ջան, ուրիշ ձև չունենք, դուք ճիշտ եք։ Ողջունում եմ բոլորիդ, ես շատ շուտվանից եթեր դուրս չեմ եկել, էլի դուրս չէի գա, եթե այսօրվա միջադեպը չլիներ, գիշերվա եւ այսօրվա պետք չի զանգել հիմա էլի, ուրեմն այսօրվա միջադեպը չլիներ եւ ես գիշերը ժամը 2:30 ուրեմն ահազանգ ստացա ողջույն Ռոզա ջան, ահազանգ ստացա սահմանից, հետ ճիշտ ասած նոր պարտել էի, որ հանգստանայի, որ Մովսեսում փոխհրաձգություն ա գնում եւ ընդու միջև սիրախավորված գյուղը եւ այդ մասին փորձեցի տեղյակ պահեմ, ընդամենը մի փոքր գրառում արեցի եւ այդ գրառումը ուզեցին դարձնել ինձ վրա պանիկյորի ինչ-որ մի հայտարարություն, բայց խնդիրը դրանում չի, ես գիտակցում եմ ինչի համար այս ամեն ինչը կատարվում, որովհետեւ նախ սա դեռ սկիզբն է ամեն ինչի եւ մենք պետքա պատրաստ լինենք, մենք չունենք վախենալու որևէ բան, ինչ որ այդ թշնամուց ինձ ուղղակի շատ ավելի պարզ եղավ այն, որ ներքին թշնամին ավելի վտանգավոր է, քան թե արտաքին թշնամին, հասկանում եք ժողովուրդ ջան, դա է ինձ անհանգստացնում եւ ուզում եմ ուղղակի խոսենք հենց այդ մասին, հասկանում եք, ուրեմն առավոտյան արդեն ժամը 10-ի կողմերը եւ մի քիչ անց, երբ որ պաշտպանության նախարարությունը հաղորդում է տվյալները եւ ոչ միայն Մովսես գյուղի վրով, այ հյուսիսարևելյան սահմանի եւ ընդհանուր առմամբ սահմանագծի կարելի ասել, որ երկանքի մասին տվյալները, որ արդեն տալիս է, դրանից հետո նույնպես հարձակումներ էին գնում ու մինչև հիմա այդ հարձակումները դեռ շարունակվում են ու գիտեք, որ իբր թե իմ կողմից ապատեղեկատվություն է գնում, ես սարսափ եմ մտցնում մեր ժողովրդի մեջ, ինձ համար զարմանալի է այդ սարսափի, տակ մնացող մարդիկ, ովքեր այսօր ասում են սարսափ եք տարածում, մենք զինվոր ունենք սահմանին,
գիտեք ինչ կա, դուք որ զինվոր ունեք սահմանին, այդ ովքեր որ գրում են էլի, ես ուզում եմ իրանց պատասխանը միանշանակ մի բան, եւ դուք բոլորդ էլ համամիտ եք իմ հետ, որ ես իր զինվորի համար ավելի շատ բան եմ անում, քան թե ինքը տանը նստած որ մտածում է իր որդու մասին։ Եթե տեղակ չի այդ ծնողը էլի, ես չեմ ուզում այսօր խոսենք այն հոգեբանությունից, թե ինչի համար են այդքան ոսրած վախեցած հոգեբանություն, հա, տարածում մեր ժողովրդի մեջ։ Սակայն այստեղ խնդիրը հետևյալն է, այստեղ խնդիրը մենք չենք, խնդիրը մեր ներքին կամ արտաքին քաղաքականությունը չի, կամ ժողովուրդը չի, կամ այս տարանջատումը չի։ Մենք պետք է գիտակցենք, որ խնդիրը տարածաշրջանի հետ է կապված եւ այն ինչ որ տեղի ունեցավ ուրեմն Իրանի եւ Իսրայելի միջև, երբ որ Իսրայելը հարվածեց Իրանի դեսպանատանը, հա, բարձրաստիճան սպաներ զոհվեցին եւ այլն, դա անմիջական ուրեմն կապ է ունենալու տարածաշրջանի վրա եւ դա առիթ կտա միանշանակ որպեսզի Ադրբեջանը եւ ռուսների գուցեև եւ Իսրայելի ու Թուրքիայի, հա, այդ հովանավորությամբ որոշակի սադրանքներ ան, այստեղ խնդիրը այդ մեր 4 գյուղերի մասին չի, ինչ որ առմիջև հիմա խոսում են կամ խոսվում է եւ այլն, խնդիրը այստեղ ավելի խոր իմաստ է տրված, որ Ադրբեջանը իր ախորժակը կուզենա բացի անպայման ընդհանուր լայնածավալ ուրեմն գործողությունները սկսելու մեջ։ Իսկ ինչ պետք է անենք մենք դրա մեջ, ինչպես տեսանք ուրեմն այս հարվածները, որ եղավ, այս կրակոցները, որ եղան սահմանին, ոչ մի երկիր ընդու միջև Եվրոխորհուրդ կամ այդ դիտորդներ եւ այլն ոչ ոք չարձագանքեց, չսադրեց ինչ որ Ադրբեջանին եւ այսքանից հետո նույնպես մենք չենք ուզում հասկանանք, որ պետքա հույսները մեր վրա դրված, մենք կարողանանք ելքը մանգանք գտնենք եւ կարողանանք այս ամեն ինչի ուրեմն դիմակայենք։ Իսկ ելքը ինչու՞մն է կայանում։ Ելքը կայանում է նրանում, սիրելիներս, որ մենք պետքա միահամուռ կերպով ոչ թե վախ ներշնչենք մեր մեջ նման հարցերից, ասենք սադրանքը կամ ապա տեղեկատվություն տարածվեց իրականությանը եւ այլն, այ պետքա կարողանանք մոռանանք բոլոր տեսակի քաղաքական ընդվզումները եւ միասնական ձևով կարողանանք կանգնենք մեր զինվորի, մեր բանակի, մեր սահմանների կողքին, մեր երկրի կողքին։ Չեն գիտակցում շատերը այդ բանը։ Հանկարծ ինչ որ մի բան գրվում է, մի բան է ասվում, անմիջապես դարձնում են քոչարյանական, ռուսամետ, լևոնական, նիկոլական, այ ձեր ցավը տանեմ, դուք ինքներդ ձեր ընտանիքի մասին մտածում եք, նախ առաջին հերթին եկեք մտածենք մեր ընտանիքների մասին, որից դուրս գանք փողոց, մեր արևաներով, որից դուրս գանք մեր տարածքը, մեր տարածքով, բնակավայրով, դուրս գանք ամբողջ երկիր, հասնենք մեր բանակին, հասնենք մեր զինվորին, հասնենք մեր սահմաններին։ Հերիք եղավ ձեր մեջ այդ կեղտոտ հոգեբանությունը, այո, դա զոմբիություն է կոչվում, հիվանդություն է, հասկանում եք դա, զոմբին տարածվող հիվանդություն է, նա չմեռնող կրակում ես էլ վրան չի մեռնում ինքը, այդպես ինչ որ մի բան է դա, տեսած կլինեք այդ զոմբի ֆիլմերի մասին եւ այլն, որոնք ոչ ցավ ունեն, ոչ ամոթ ունեն, ոչ մյուսն ունեն, ոչ մյուսն իրանց համար մի խոսքով ինչ վերաբերվում է ուրեմն մեզ բոլորիս, հատկապես այն գիտակից մասսայի համար եմ ես այսօր խոսում։ Ես խոսում եմ այն մասսայի համար, ովքեր այս երկիրը սիրում են, ովքեր ափսոսում են մեր զինվորին, ովքեր ափսոսում են մեր երկիրը, մեր հայրենիքին, ովքեր իրանց մեջ այո չեն ճանաչում
Թուրքիայի սահմանները, ովքեր չեն ճանաչում Ադրբեջանի սահմանները, ովքեր ճանաչում են միայն Հայաստանի սահմանները։ Հասկանում եք, մենք պետք է կարողանանք հետևյալը գիտակցենք, քանի անգամ պետք է մեր գլխին հարվածեն, որ մենք հասկանանք, միայն մենք պետք է լինենք մեր տերը, ուրիշ ոչ ոք, ու մենք այդ կարող ուժն ենք մենք, հասկանում եք, եւ ինչքան էլ փորձ անեն այսօրվա դրությամբ, ինձ թվում է ինչ-որ են բաներ, ինկուբատորներ են բացվել արդեն երկրում, զոմբիական, ավելի շատացել են դրանք, էլի, որոնք այսպես թե այնպես, ուրեմն հայրենիքի հանդեպ, երկրի հանդեպ ինչ-որ մի ցավով տառապող մարդ, եթե ինչ-որ մի բան խոսի, ուրեմն նրանց վրա լավ լինի, վատ լինի, պետք է հարձակումները լինեն։ Դե թողանեն, դա իրանց խնդիրն է, իհարկե, բայց դա չի կարա ուրեմն տարանջատում մտցնի բոլոր նրանց մեջ, ովքեր որ այս երկիրը սիրում են, ովքեր որ այս երկրի համար կանգնած են, ովքեր որ մտածում են մեր սերնդի ապագայի մասին, ովքեր մտածում են ամրացնելու մեր երկրի սահմանները, մեր բանակը։ Հիմնական խնդիրը ցավը դրա մեջ է, եւ այստեղ ես ուզում եմ անդրադառնամ մի այնպեսի կարևոր հարցի, որ բոլորս էլ պետք է ոգևորվենք դրանից եւ հասկանանք մի բան։ Հասկացեք, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, մենք հզոր եւ ուժեղ բանակ ունենք, մենք միասնական ձևով անկոտրելի ենք, ախր լմյակ գիտակցեք մի բան, 44 օրյա պատերազմին մեր զինվորը քանի երկրի դեմ կռիվ տվեց, եւ այսօր ասում ենք, որ մենք պարտվել ենք, դա ախր հաղթանակ չի Ադրբեջանի կողմից, Ալիևի ախորժակը եթե վերցնենք շատ մեծ է, բայց ես չեմ հասկանում ինչի համար ենք մենք ուզում իր ախորժակին ինչ-որ չվնասենք, ինչի համար ենք այդպես մենք իրար գալիս, ինչն է ստիպում ես ամեն ինչին, ասեք հասկանամ, բերում է այն, որ մենք չենք սիրում մեր հայրենիքը, որ չենք սիրում մեր երկիրը, որ մենք սովորենք անընդհատ ուրեմն ոնց ասած մի ցավը եղավ այսօր, վաղը մոռանք, տեսեք, այսօրվա այս անցած գիշերվա կրակոցների մասին, վաղը այլևս չեք խոսի, վաղը խոսեք մեկ ուրիշ բանի մասին եւ կմոռանաք, այսպես մենք մոռացանք ամեն ինչ եւ եթե վերցնենք գանք ցեղասպանությունից մինչեւ այսօր, քայլ առ քայլ կատարվել է այնքան բան մեր հետ, մեր ժողովրդի հետ, որ մենք չգիտենք որը հիշենք, որը մոռանանք։ Այսօր չենք խոսում էլ Արցախից, Արցախի ինքնորոշումից, Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունից, դա ցեղասպանություն է տարհանումը, որ եղավ մեր ժողովրդի հետ։ Չենք խոսում Բաքվի ջարդերից, չենք խոսում Սումգայիթից, հասկանում եք, չենք խոսում այլևս Ջերմուկից, չենք խոսում ուրեմն Սև լճից, չենք խոսում են ճանապարհից, որ պետքա որ տրվեց, ասենք Ադրբեջանին, որը պետք է անվնաս մներ եւ կարողանայինք Գորիս Ղափան երթևեկեինք։ Վաղը չենք խոսի այս գիշերվա կատարվածի մասին։ Մյուս օրը չենք խոսի վաղվա կատարվածի մասին։ Մեզ այսպես ուրեմն փորձում են վարժեցնեն մոռացության տանք ամեն ինչը որ։ Չենք խոսում սահմանադրության մասին, Մասիսարի մասին, չենք խոսում այն, որ Թուրքիայի սահմանները աշխարհի որևէ երկիր չի ճանաչել։ Մենք պետք է հասկանանք մի բան։ Կամ մահ, կամ ազատություն պետք է լինի մեզ։ Ուրիշ բան չկա։ Մենք շրջապատել, այսօր Թուրքիան, Ադրբեջանը, իրանք խոսում են իրանց պանթուրքիստական, թուրանական, ասենք, բանակները ստեղծելու մասին բան, մենք ինչ ենք ուզում ստեղծենք, իրար մեջ թշնամություն մենակ, սա ինչ հիվանդություն է մտած որոշ մարդկանց մեջ, եւ դրանք շատ քիչ է, գիտեք, ժողովուրդ, հտաբելա, ես որ այսօր ամբողջ օրը ուսումնասիրել եմ, հավատացեք, ճիշտ է, պարապ չեմ մնացել, ի ուրախություն ձեզ բոլորին ասեմ, որ անպայման գնացել եմ ու միտեղ հետ եմ եկել
Եվ գիտեք, ես որ միտեղ եմ եթում, դատարկ ձեռը չեմ եթում ոչ միտեղ։ Հիմա խնդիրը հենց նրանում է կայանում, որ պետքա կարողանանք ուրեմն գիտակցենք, որ մենք կարող ուժ ենք եւ մենք իրավունք չունենք խոսելու վայ պանիկա տարածելուց կամ մյուսից այդ պանիկյորները գիտեք ովքեր են, հա, նրանք հենց խոսում ենք ինչ-որ բանի մասին, մտածում են, վայ, հեսա իրանց տիրոջը, կասենք, դու գնա ու, չգիտեմ, արի թող մեկ ուրիշը գա, հեղափոխություն լինի, այստեղ արի, դու գցում են մեյդան, այն Շան Հաչոցի պես էլի Քոչարյանական, Սերժական, Նիկոլական, դու Լևոնական, այս ձեր ցավը տանեմ, երբ պետք է հայկական դառնաք դուք։ Լասեք հասկնամ էսի։ Այս քանի ճամբարների որ բաժանում եք, նշանակում է դրանցից ոչ մեկը մեր զինվորի կողը չի կայնի, ոչ մեկը մեր սահմանին չի կայնի, դրա համար դուք մոռացեք այս ամեն ինչը եւ եկեք բոլորս միասին հասկանանք մի բան, մենք պետքա զինվորագրվենք մեր հայրենիքին, այո, զինվորագրվենք, զինկոմիսարիատների միջոցով կլինի, բանակի միջոցով կլինի, զորամասերի հրամանատարների միջոցով կլինի, գնանք, զինվորագրվենք, կանգնենք մեր բանակի, մեր զինվորի կողքին եւ մեր զինվորը հասկանա, որ ինքը մենակ չի։ Ընդամենը այդքան բանապետ, ձեզ ոչ մեկ չի ասում, գնացեք կռվեք։ Մեր զինվորը կկռվի ոնց որ պետք է, մի վախեցեք։ Եվ շատ շատերն էլ կան, որ պարզ ասեմ ձեզ էլի, որ հանգարց հիմա ասում են, վայ, մենք կգնանք, այս կանենք, այն կանենք, չէ, բայց դա ինձ բերում հիշեցնում այն բանը, գիտեք, հետարքիրն էր, որ այսօր ինձ ինչ-որ մեկը գրել էր, չեմ ուզում է դրա կերտոտ արմնտամ, գրել էր, որ սա այն կորիմն է, որ 44 օրյա պատերազմին փախել էր։ Հասկանում եք ինչ են գրել, նույնիսկ ինչ աստիճանի են դառնում մարդիկ, հա, որ չգիտեմ էլի ինչ որ իրանց տերերին որպես ծառա հաջողանալու համար ինչ ասես գրում են։ Կամ այդ աղջկեր կանայք ինձ դզվելի բառերով ներկայանում են, այ դուք չեմ հասկանում այդ յուբկեն, որ հագած դες սիրուն նկարված գցում եք այդ նկարը, բա որ հանգարց կորցնեմ ես ինձ ու հանգարց ու այն 54 պլյուսով միած բաներ գրեմ ձեզ այդ ժամանակ ոնց կասեք էդի, հա։ Ժամանակ չեմ ուզում ծախսեմ ես դրանց վրա, որովհետև մի քիչ կարճ եթերա լինելու, ժողովուրդ ջան, զգոն պետք է լինենք, ես կոչ եմ անում մեր բանակի հրամանատարությանը զգոնությունը չկորցնել, մեր զինվորներին եմ կոչ անում, զգոնությունը չկորցրեք, թուրքը չի հանգստանալու, հաշվի առեք, թուրքը չի հանգստանալու, իսկ ինչ վերաբերում է տեղացիներին, սահմանամերձ շրջանի բնակիչներին, չէ, ես դեռ ցավը տանեմ, զգոն եղեք, ուշադիր եղեք, զգուշ եղեք, ամեն քայլափոխին, ամեն մի, ասենք աշխատանք տանելուց, ամեն ինչ սպասելի է թուրքից։ Պաշտպանության նախարարության տված հաղորդագրությունը, որ կար այսօր թշնամին տարբեր տրամաչափի զինատեսակներից անկանոն կրակը բացել SSS ուղղությունների վրա։ Ես մի ուղղության մասին եմ խոսել ընդհանրապես։ Հիմա ես վերջում նորից որևէ ես գցել եմ պաշտպանության նախարարության նկարները, թե ինչ վնասներ է տեսել Մովսես գյուղը, տները եւ այլն։ Նորից այդքանից հետո ասում են բան է էլի, պանիկա է գցում եք, լսեք, պանիկան կգնի այն ժամանակ, երբ որ ասես միամիտ մնաք, հանգարց ու հանգարց չգիտեմ ինչ պայթուներ լսեք, ու ոչ թե այն սահմանի վրա թիկունքում, պանիկան կգնի այդ ժամանակ։ Բայց այն ժամանակ ինչ պետք է ասեք։ Բա որ հիմա ես ասեմ, թե ինչով է զինված Ադրբեջանը, այն ժամանակ ինչ կասեք, չեմ հասկանում, հա։ Դուք այ հիմա այն ինչ որ Ռուսաստանը կիրառում է ուրեմն Ուկրաինայի դեմ, այդ մի քանի տոնանոց ռումբեր թևավոր, որ սամալյոտներից քցում է մոտ 70 կիլոմետր իրանք գնում են ու GPS-ով ու ցելին են հասնում։ Այդպեսի ռումբեր բերերա Թուրքիան, Թուրքիայից Ադրբեջանը։ Դու հասկանում եք, որ գնաց, ասենք, համատարած պատերազմ գնաց, սկսվեց այդ ամեն ինչը, բայց այդ պանիկայից ոնց պետք է դուրս գաք։
լասեք հասկանամ։ Այնպես որ տրամադրեք ձեզ բոլորդ։ Պետք է այս երկիրը պահենք, ու մենք պահող ենք։ Ու մենք առաջ գնացող ենք, հասկացեք, խելքի արեք, այ ժողովուրդ։ Էլ փախնելու տեղ չկա, այն կողմը Արաքսն է։ Այդ պանիկյորները Արաքսը տուջը կտան կանցնին այն կողմ։ Կամ կմտնեն Վրաստան։ Իսկ երկրի տերերը կմնան ու այս երկիրը կպահեն։ Եվ ցավը նրանում գտնի, որ իրանք կպահեն այս երկիրը, կզորացնեն այս երկիրը։ Ու այդ պանիկյորները, որոնք այսօր կփախչեն այս երկրից, հետո նորից հետ կգան ու կասեն սա մեր երկիրն է, մենք ստե պետք է ապրենք։ Նրանք չեն ուզենա դրսում ցիգանի պես մնան ապրելու։ Այո, Ալինա ջան, տեսել կա, որ բան չի, ուրեմն մեր հետ չի։ Եվ չենք էլ ուզում, որպեսզի նրանք մեր հետ լինեն, էլի։ Այդպես էլ պետքա լինի։ Մենք պետքա կարողանանք հասկանանք, թե ով ենք մենք, ու ոնցով ենք մենք իրար գալու եւ ոնց է լինելու մեր իրար գալու պահերը։ Եվ ամեն մեկը իր բնակավայրում, որ մոտ է մեր սահմաններին պետքա մտածի ինչ ձևի, ինչ ուղղությամբ ոնց պետքա գնա աջակցի մեր բանակին, թիկունքից կլինի, հենց առաջնագծում կլինի, թե զինվորի կողքին կանգնելով կլինի, չգիտեմ, թե ոնց կլինի, ես չեմ կարող ասեմ, բայց մի բան ասեմ, այն ինչ որ կատարվեց այս գիշեր, դա շարունակական է լինելու, եւ էլի եմ ասում, պանիկայի մեջ մենք չենք հնգնի, Ադրբեջանը այս հողը նախապատրաստել էր մինչև այս կրակոցները, այս արձակումները, որտեղ մինչև այդ ինքը քանի անգամ ապատեղեկատվություն տարածեց, իբր թե հայկական դիրքերը կրակել են իրանց վրա, եւ բոլորիս համար հայտնի էր, որ անպայման այս բաները լինելու են, հիմա այս կրակոցներից հետո էլ ավելի ուրեմն կուժեղանա, ինձ թվում է սահմանային ընդհարումները։ Եվ էլ եմ ասում, ովքեր որ հույս են դրել Եվրոպայի վրա, Ռուսաստանի վրա, կամ չգիտեմ ում վրա, ես ուղղակի ցավում եմ իրանց։ Ցավում եմ իրանց, որ իրանք չեն կարող հույսը դնեն իրանց իսկ վրա։ Մարդ եթե իր հոգու մեջ չունի իր հույսը, ում վրա ուզում ես հույսը դիր, դա կարևոր չէ։ Միևնույնն է։ Եվ չգիտեմ, ես ուզում եմ մի կոչ անեմ նաև մեր զինվորներին, մեր հրամանատարներին, ովքեր սահմանի վրա կանգնած են, տղեկ չմոռանանք, որ դուք բոլորդ ուրեմն երթում եք տվել հայրենիքի համար, դուք գտնվում եք հրամանի տակ եւ առաջին իսկ հրամանը դա ձեր սահմանադրական պարտքը կատարելն է, որ երկիրը պահեք։ Այսօր ես լսեցի մի այսպեսի տեղեկատվություն, իբր թե զորամասերից ինչ-որ մեկում հրահանգ է տրվել, ինչ-որ բաներ տեղափոխելու եւ այլն, գիտեք ինչ կա, դա թող մեզնից ոչ մեկին չհետաքրքրի, թե տվյալ տարածքում ինչ տեղային փոփոխություններ է կատարվում։ Մենք դրա մեջ եկեք չխառնվենք։ Եվ նման տեղեկությունները հայտարարելուց ես խնդրում եմ էլի այնպեսի բան հայտարարեք, որ ես ընդհանրապես ասել եմ, որ Մովսեսում մարտեր են ընթանում, մարտեր բառը այդ փոխհրաձգությանը մարտեր բառը, բայց փոխհրաձգությունն էլ է մարդ։ Դա հասկանում եք, մի անգամից պանիկայի մեջ եք ընկել, չգիտեմ որտեղ անգամ դրեք գրել ապատեղեկատվություն եւ այլն, բայց եթե ինչ-որ փոփոխություններ է կատարվում, չի կարելի զորամասի անունը գրել, համարը գրել, չի կարելի հրամանատարի անունը գրել, դա արդեն լիարժեք ուրիշ հարցեր են, ժողովուրդ ջան, սա ներելու բաներ չեն։ Ես այսքան ժամանակ չեմ ասել, թե որտեղ, որ համարի զորամասն է կամ հրամանատարն ով է։ Մենք այդ իրավունքը չունենք նման արտահայտություններ անելու եւ խնդրում եմ գնալով մենք կարող է շատ ավելի վատ բաներ տեսնենք, օրեր տեսնենք եւ այս ամբողջը կբերի նրան, որպեսզի մենք կարողանանք զսպված լինենք մեր արտահայտությունների մեջ։
Ես դες եմ հասկանում, հիմա քիչ լավ տեղեկություններ տամ, իմացեք մի բան, որ մենք մեր թիմով հավատացած եղեք գիշեր ցերեկ աշխատում ենք եւ մեր աշխատանքների արդյունքը շատ լավ է, ժողովուրդ ջան։ Այսքան ենք կարում անենք մենք։ Ավելին չեմ կարում անեմ։ Ինձ մի ասեք, բանջի բեսպիլոտիկ չեք սարքում, հրթիռ չեք անում, ատոմային, ես դրա մասնագետը չեմ, ես այն եմ անում, ինչ որ կարող եմ անում։ Ամեն մարդ անի այն, ինչ որ կարում հասկանում եք, հաստուխը թու իր հացը թխի։ Ինքը գործ չունի երկաթ հալեցնելու հետ։ Դարբինը թող երկաթով զբաղվի։ Սես, որ ամեն մեկ իր գործն անի, մենք հաստատ չենք պարտվի։ Չենք պարտվի։ Ես այդպես եմ կարծում։ Ինչ ասեմ։ Լավ է լինելու, ես համոզված եմ դրանում, որ շատ լավ է լինելու։ Եթե տոուրա ռիսկ ունի, թո մատ լայնածավալ հարցակվեց սրիկան։ Կլցենք իրանց, հավատացեք, կլցնենք մենք իրանց, ուրեմն այդ ինչա կոչվում, Կասպից ծով է կոչվում, թե ինչա կոչվում։ Համագործակցություն Ագանյանի հետ այս պահին ինչ-որ խոչընդոտներ կան մեր իշխանությունների կողմից, թե գործը իր հունով ընթանում առաջ, եթե գաղտնիք չէ։ Ոչ, գաղտնիք չի, Հակոբ Ագանյանը ինքն էր, ուրեմն ով էր գրել սա, Ալինա ջան, Հակոբ Ագայանը ինքն էր գրել այս մասին, որ օրորի վրա ինչ-որ չգիտեմ հետաձգում են իր գործերը, նա առայժմ դեռ այստեղ չէ նա իհարկե կգա մոտորերս, բայց ափսոս են օրերը, որ հենց այդ ձև ուրեմն անցկացվեցին ու ոչ մի, ասենք, արդյունք մենք չտեսանք Հայաստանում իր արած գործերից։ Ես ափսոսում եմ դրանում։ Եվ ես ամեն ինչը բերում եմ նրան, որ ես մի անգամ ասել եմ, որ Հայաստանում մոտ 5 տեսակի գործակալություն է գործում։ Գիտեք, տեսեք, ասում ենք 5-րդ շարասյուն, գուցե առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, 5-րդ։ Այս շարասյուններից ամեն մեկը ինչ որ մի ագենտուրա, ինչ որ մի երկրի ագենտուրաներ են, որոնք թե իշխանական թևում, թե բանակում, թե ասենք, չգիտեմ, տարբեր օղակներում իրանց լծակներն ունեն եւ ամեն ինչով օրենքները կազմելով, ասենք որոշումներ կազմելու մեջ եւ այլի մեջ, ուրեմն խոչընդոտում են մեր ռազմական արդյունաբերությանը։ Բայց այդ ոնց որ ասած ինձ մի անուն է կպցրել մեր լավ բարեկամը Ռուզանա Ասատրյանը, որ ասում են մենավոր համառը, այդ համառությամբ մենք կարողացանք մեր թիմով մեր գործերը առաջ տանել եւ էլի առաջ ենք տանելու ու կտանենք առաջ։ Իմացեք, ոչ մի ձևի մենք այսօր ոչ մեկին չենք վստահում մեր գործերի մեջ, ոչ մեկին, բայց ինչ վերաբերում է օրինական ճանապարհներին, մենք ասել ենք նրան, որ մեր գրությունները, նամակները սպասում ենք ընդամենը մեր փորձաքննությանը, բայց թե ինչ փորձաքննություն, որ ասենք մեր եղածը սահմանին դրված է եւ իր գործը լավ թե վատ այնտեղ ինքը կատարում է։ Հիմնական Հայկ Խոչուտ Պրիսայզինյացը Արաքելյան, բայց անջատվեց գնաց, ես ես միացնելու ձևերը չգիտեմ, Հայկ ջան, ասեմ քեզ, գուցե օգնես, այդ ժամանակ կարամ միացնեմ երկու բառ կփոխանակվենք մեր ժողովրդի հետ, չգիտեմ, էսա, հիմնական այսքանը, որ ուզում էի խոսայի, ժողովուրդ ջան, լավ եղեք, ինչ ասեմ, մենք վաղը նույնպես մարշրուտ ունենք, գնալու գալու, ճիշտ է, հիմա մենք մի քիչ ոնց ասեմ, էլի շատ զգուշավոր ենք իրար գալիս այս շարժումների մեջ, որպեսզի ոչ ոք չիմանա մեր ուղղությունները եւ այլը, բայց
Տեղեկացնեմ ձեզ, որ մեր այս լռության ընթացքում մենք պարապ չենք մնացել գրեթե եթե ոչ ամեն օր, բայց օրու մեջ մենք աշխատանքներ ենք տարել մեր տղաների հետ, մենք ինչով հնարավոր է կարողացել ենք կանգնենք մեր զինվորների կողքին եւ հիշեք մի բան, հարգելի հայ ժողովուրդ, մենք ձեր հետ միասին մեր հերոսների անունով ռոբոտներն ուղարկել ենք սահման, այնպես որ փոխանակ ոգևորվենք, պանիկայի մեջ ենք ընկնում, այդպես չի կարելի։ Այսօր ինձ շատ զարմացրեց իմ ընկերներից մեկի հետ գրառումները ամբողջ, թե ինչ էր կատարվում, չեմ կարող ասեմ, բայց դա ոնց որ ասած երկու մարտական ընկերների միջև դա եղած բան չի։ Երևում է զոմբի բառը իր վրա շատ էր ազդել, թեխի ես չեմ հասկանում, բայց ոնց կարող է պատահի, ասենք, ֆիզայինը, որ ժամանակին քայլեր է կատարել, այսօր նեղանա այդ բառից։ Դա ընդունելի չի իմ համար եւ ընդունելի չի նաեւ այն, որ մեր ընկերներից ոմանք նախկինում լինելով հրամանատարներ եւ այլն ու այսօր չգիտեմ ինչ ձևի խաղաղություն են ուզում մուրան Թուրքիից, խաղաղությունը չենք մուրալու ընկերներ։ Խաղաղությունը երբեք մուրալով չի լինում։ Պետքա կարողանաս տերը լնես քո խաղաղությունը։ Այո, խաղաղությունը ձեռք են բերում։ Հաղթողնա որ պիտի խնդա, այսօր մենք տվեցինք հնարավորություն Թուրքին խնդալու, ու մենք գլուխներս կախտես ու դեր ենք գնում։ Այդ տեսեք, Իրանին խփեցին, չէ՞։ Եթե Իրանը պատասխան հարված չտա, էլ ավելի խայտարակ կլինի, քան թե Հայաստանը։ Ինքը թույլ չի տա, որ խայտարակ լինի։ Այդտենց պետք է լինի երկրի մտածելակերպը։ Իսկ մեզ կրակում են, խփում են, մեր օղերի մեջ եք նստել են, ասում են կարեք խաղաղություն ուրակետներ։ Այդպես չի կարա լինի քեսար։ Ներող գրնեք ես եթերը անպատրաստից եթեր էր ժողովուրդ ջան եւ հիմնականում նրա համար, որ այսօր, այսինքն 3 գիշերվա կատարվածների մասին ուղեցի որոշակի հստակ ինֆորմացիա ես բացատրեմ եւ որպեսզի մարդիկ խուճապի չմատնվեն, այսպես ասեմ։ Խուճապի մի մատնվեք, ժողովուրդ ջան։ Խի խուճապի մատնվում։ Հենց խուճապ լնում է փախեք արեք մեր մոտ, եղավ։ Փախեք գնացեք, չգիտեմ Ռուսաստան, Թուրքիա։ Խի խուճապի մատնվում, գնացեք այս երկրից։ Խուճապի մի մատնվեք։ Ես ես քանը կարող ասեմ ընդամենը։ Բարի գիշեր բոլորիդ, ժողովուրդ ջան, ովքեր ճանաչում են ինձ, գիտեն, թե ես ինչ ասեցի եւ ինչի համար ասեցի։ Եվ տա Աստված, որ այս գիշերը հանգիստ լուսացնենք, ոչ մի վատ լուր չլսենք սահմանից։ Բարի գիշեր ձեզ բոլորիդ։